Հարգելի աստղադիտողներ, այսօր զրուցելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։ Պարոն Պապոյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար նախարարությունը։ Մենք ենք շնորհակալ։ Պարոն Պապոյան, հրապարակվեց եպիսկոպոսների կողմից նամակ էր, մամուլում տարածվեց, ընդ որում շեշտեմ, որ այսպես ասած լիվը եղավ հենց իշխանական լրատվամիջոցների միջոցով Arm Times-ը, Civic AM, եպիսկոպոսները դիմում են իրենց եպիսկոպոսած դասին, հայ եկեղեցու հետևորդներին եւ ասում են, որ պետք է եկեղեցին, այսպես ասած, ազատագրել արշակ սրբազանից եւ իր մեղքը, այսպես ասած, կոծկած, կիսած մյուս հոգեվորականներից։ Պարոն Պապոյան, այս ամենը այնքանով է հարցեր առաջացնում, որ նախ տարածվում է նամակը իշխանական լրատվամիջոցների միջոցով, դրան հետևում է, որ Նիկոլ Փաշինյանը նրանց հանդիպման է հրավիրում, եթե այսպես փաստերը համադրենք, ստացվում է, որ սա նախապես, այսպես ասած, պլանավորված, ծրագրավորված մի, այսպես ասած, գործընթաց էր, ոնց ստացվեց, որ այս փուլում սա եղավ, ու հաջորդեց այսպես փոխկապակցված։ Ես այդպես, տեսեք, դուք ինչ-որ բաներ իրար կողք դրեցիք, Այո, փաստերը։ Շատ հարգանքով ձեր դրած փաստերի, վերլուծության, ձեր կարծիքի հանդեպ, որը իմ համար այդպես տես բավականին բարդ էր այդ ամեն ինչը իրար հետ այդպես համադրել եւ ես իհարկե գնահատում եմ այն աշխատանքը, որ դուք արել եք, բայց ես բացարձակապես իհարկե չեմ կիսում այն մոտեցումը, որ այստեղ մեր քաղաքական ուժի կամ կառավարության որևէ մասնակցություն կա, այն իմաստով, որ իհարկե եկեղեցու ներսում ես վստահ եմ խնդիրների քննարկում միշտ եղել է։ Այսինքն ասել, որ օրինակ այս եպիսկոպոսները կամ մեկ այլ եպիսկոպոսների խումբ կամ վարդապետներ կամ քահանաներ, արքեպիսկոպոսներ երբևէ չեն քննարկել եկեղեցու ներսի խնդիրները, ես չեմ հավատում, դա անհնար եմ համարում, իրենք լավ էլ գիտեն այս գործընթացների մասին, մեզնից ավելի լավ գիտեն խնդիրների խորության մասին, ինչպես քաղաքացիների շրջանում միշտ խոսվել է, դա էլ է, այսինքն ասել, որ այդպիսի բան չի եղել, այդ խոսակցությունները չկան, մարդկանց տներում չեն եղել, ընկերներով չեն խոսել, դա ես դրա հետ համաձայն չեմ։ Այլ հարց է, որ եւ ոչ մեկ կարելի է ասել չէր համարձակվում, այսպես ասեմ, ճակերտավոր համարձակվել բառը, խոսել դրա մասին բացեի բաց։ Այդ բոլորը ասում էին, որ այստեղ է սրբապղծությունը կա, այստեղ այս կանոնը չի պահվում, այստեղ այս բանն է, սա այս ուրեմն օտար ծառայության գործակալն է, սա այստեղ փող է աշխատում, սա այստեղ բիզնես է անում, սա այստեղ կանայք ունի, սա այստեղ ուրեմն սիրուհիներ ունի, սա այստեղ բիզնեսներ ունի, սա այստեղ, բայց դա գիտեք ոնց է, որ երկուսով իրար հետ կարող ենք խոսել, երեքով էլ, բայց այս տեսախցիկը, որը մեզ նկարում է, եւ դրանով այս խոսակցությունը հանրային է դառնում, ոչ մեկ դրա մասին չէր խոսում։ Տեսեք, ձեր թույլտվությամբ, բայց նույն 9 եպիսկոպոսներից, ովքեր ստորագրեն այդ խնդիրը, նրանց մեծ մասը 18 թվականին, երբ որ նոր կաթողիկոս նոր Հայաստան շարժվում են, նրանցից շատերը այսպես անվերապահ աջակցում էին կաթողիկոսին ու կոնկրետ հենց հոգեվարկանացի մասով ես օրինակ ասեմ, Նավաստատ կճարանի մասով հենց ձեր իշխանությունը վերապահումներ ուներ։ Գուցե ճնշումներ կան նրանց նկատմամբ։ Ճնշում չի կարող ունել որևէ մարդու նկատմամբ, ճնշում կա այսօր հանրային, որ այդ դրա մասին մենք սկսել ենք, բոլորը սկսել են, մարդիկ սկսել են բաց խոսել, իշխանությունը սկսել է բաց խոսել, որովհետև անկեղծ որ լինենք, ես լսել էի շատ վաղուց, ես կոնը լսել էի, ես գիտեմ, որ վարչապետը ավելի ուշ է դրա մասին լսել, մենք խոսել ենք այդ թեմայով, որ օրինակ եկեղեցու բարձրաստիճան անձիկ, այդ թվում նաև կաթողիկոսը երեխա, ես լսել էի դրա մասին, խոսում ենք մենք դրա մասին հրապարակային, չէ, լավ էինք անում, չէ, իմ համար եմ ասում, երևի թե, սխալ էինք անում, կամ սխալ եմ արել ես, այո, կամ միգուցե ժամանակ կարող է եւ այդ կարգավիճակն էլ չեմ ունեցել, որ կարողանայի, բայց տարբեր ժամանակներ այլ կարգավիճակներ ունեցել են պատգամավոր եւ այլն, որ չենք խոսել դրա մասին, իմանալով,
Այս առումով ճիշտ է, օրինակ իմ մասով ճիշտ է եղել, ես կարծում եմ ոչ։ Օրինակ վարչապետը հենց այդ երևույթների մասին իմացել է, ինքը հրապարակային խոսել է։ Հենց իմացել է նման երևույթների մասին, ինքը խոսել է։ Այսինքն 18 թվականի երբ որ լուսանկարվում էր կաթողիկոսի հետ ասում էր բացառիկ լուսանկար, չէ, չգիտեմ, ես ինչ փոխվեց այս ընթացքում։ Ինքը 18 թվականի այն, որ հանրապետության վարչապետը օրինակ տեղեկատվություն է ստանում, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոսը, որ այս պահին այդ պահի կաթողիկոսը Գարեգինը երկրորդը ունի երեխա եւ դեռ այս պահին Գարեգին երկրորդ եւ հարցադրում է հրապարակային արվում ասում է դուք ունեք երեխա թե ոչ եւ քանի որ այդ հարցադրմանը չի պատասխանվում Եվ կաթողիկոսը չի ցանկանում գուցե արտակատման գնալ։ Չի պատասխանվում, դա նշանակում է եւ նաեւ տարբեր հրապարակումներ են մամուլում լինում, որ կոնկրետ անձ կա, որի մասին ես բացարձակ չեմ ուզում խոսեմ, որովհետեւ դա արդեն այդ մարդու մասին, այսինքն անձնավորել իհարկե չի կարելի, եւ ես չեմ ուզենա այդ դաշտ մտնեմ, կամ մարդիկ կան, որոնք այս մարդու երեխաներն են Եվ այդ պայից հետո դա նշանակում է, որ ինքը խախտել է եկեղեցու կանոնակ գիրքը եւ հետեւաբար ինքը չի կարող լինել կաթողիկոս եւ այլևս ոչ թե Գարեգին երկրորդը, այլ Կտրիչ Ներսիսյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պապան այս պահին ամենայն հայ կաթողիկոսն է Գարեգին երկրորդը, քանի որ նշում եք այս պահի դրությամբ, բայց ես ասում եմ, քանի որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս է դարձել եկեղեցու կանոնների, կանոնագրքի կոնկրետ հոդվածների խախտման, հետևաբար այդ մարդը իմ համար կարգալույծ է եւ այդ մարդը չի կարող լինել իմ համար հայ առաքելական սուրբ եկեղեցու բայց հանրության մեծ մասի համար եկեղեցու հետևորդների համար նա ամենայն հայ կաթողիկոսն է պարոն Պապոյան այդպես չի դուք դա ձեր գնահատականն է իմ գնահատականով էլ այդպես չէ եւ եթե ձեր գնահատականը ճիշտ լիներ այդ մարդիկ այսօր մի այնպիսի աղմուկ բարձրացած կլինեն եւ այնպիսի մի իրավիճակ կլինի Փաստացի այդպես չի։ Դա նշանակում է, դա ցավով եմ արձանագրում։ Եկեք ցավով արձանագրենք, որ երբ որ հայտարարվում է, որ Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել կաթողիկոս եւ նա կաթողիկոսը չէ եւ նա պետք է լքի վեհարանը, հանրությունը արձանագրում է հետեւյալ կերպ։ Այդ ինչի նոր հիշեցիք կամ չգիտեիք Այսինքն ոչ մեկ չի կանգնում այդ մարդու կողքը պաշտպանի, հակառակը։ Ընդհակառակը մեզ մեղադրում են։ Ինչ մի քիչ առաջ դուք էլ արեցիք իմիջայլոց։ Կամ չմեղադրեցիք, հակառակը նաև։ Երբ որ օրինակ դուք գնում եք Հովանավանք Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, մեղադրում եք մեզ կամ լավ դուք չէ, բայց ձեր խոսքի տոնայնության մեջ դրա մասին էլ կար։ Ասում եք այդ ժամանակ որ նկարվում եք դրա մասին չգիտեիք։ Այսինքն ես չեմ ասում չգիտեք, ես ասում եմ այդ հարցերը չեք բարձրացնում որևէ խնդիր չկար, նոր երբ որ սկսվեց կաթողիկոսը երբ որ պատերազմից հետո կոչեր հնչեցրեց, մեղադրանքը ձեր ու այն մարդկանց, որոնք որ այս մասով մեղադրանք ունեն, այնա, որ այդ ինչի հիմա հիշեցիք կամ այդ ինչի հիմա տեղեկացաք, այսինքն ոչ մեկի համար հաս չի առաջանում, որ այդ մարդը էս արել եւ չի կարող լինել։ Այդ բանը ընդունված է, դրա շուրջ կոնսենսուս կա, բացառությամբ իհարկե բացառությամբ կներեք Գրիգոր Լուսավորչն էլ ամուսնացել կուսակրոն չէր եւ այդ ժամանակ խնդիրներ պետությունը չէր առաջացնում իշխանությունը։ Երբ այդ խնդիրը իր առաջ եկեղեցին դրել է, դրանից հետո բոլորը պետք է հետևած լինեն եւ եթե էլի դեպքեր են եղել, ես դրա մասնակիցը չեմ, ուրեմն այն ժամանակ այդ խնդիրները չեն արձանագրվել։ Բայց ես ուզում եմ ասել, որ եթե մենք 3 ինչ-որ խնդրի մասին չգիտեինք, միջից նույնը նախարարություն մենք ունենում ենք հարցեր։ Ու պարզվում է, որ այսօր մենք ինչ-որ խնդրեմ ենք տեսնում։ Գնայեք, եթե 3 այդ խնդրը եղել է, ես այդ խնդրի մասին չեմ իմացել, այսօր եմ իմանում։ Այդ չի նշանակում, որ դի աչք փակեմ դրա նկատմամբ։ Դե այսօր տեսանք, այսօր լուծենք այդ խնդրը։ Ոչ թե, դες ծածկադմխոց անենք,
Էդ էլ անցնի առաջ։ Ինչպես օրինակ ծածկադմփոցը արել տես ինչ որ խնդիրներ տարիներով, եկել հասել է ինձ։ Խնդրեմ կա տասնյակ տարիներով։ Չէ, եկեք խոսենք, ասենք, այստեղ մենք այս խնդրեմը ու լուծենք գնանք առաջ։ Պարոն Պապա, ես նաև հակառակն եմ ուզում արձանագրենք, քանի որ դուք ասում եք, այսպես կաթողիկոսի շուրջ մեծ կոնսենսուս չի հավաքվում, բայց մենք գիտենք, որ օրինակ երբ որ գնում ենք Հովանավան կամ այդպես եկեղեցիներով, մենք այդտեղ էլ տեսնում ենք, որ շատ քիչ մարդիկ են հավաքված ու հիմնականում հենց ձեր կուսակցության ներկայացուցիչներն են, տարբեր այսպես թաղապետարանի աշխատակիցներ։ Ես համաձայն չեմ ձեր հետ։ Անկամ մեծ մասը եկեղեցի էլ Հովանավան քիչ չեն ցանկանում մտնել, դրսում սպասում են։ Չեն կարող մտնել, որովհետև ցանկացած եկեղեցի, որ ես եղել եմ, Հովանավանքը նայենք, հա, Թալինը նայենք, Խաչիկը, որտեղ որ պատարակներ ա եղել, ուրեմն Արարատ գյուղի եկեղեցին, հա, բոլոր այս եկեղեցիների ներսում կարող է հավաքվել 200-300 մարդ։ Բայց եթե այնտեղ կա 3000, 4000, 2000 նայած, օրեր 4 եւ ավելի հազար էլ ա եղել։ Բնականաբար այդ մարդկանց 90%-ը կամ 80% պետք է դրսում սպասեն։ Հնարավոր չի ներսում, որտեղ ներսում ուղղակի, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա եւ դա օբյեկտիվ է, սա մեկ։ Երկրորդը, ինչու նայեք ովքեր են գնում։ Ես գիտեմ մարդիկ, որոնք որ գալիս են պատարակ, որոնք օրինակ հանրահավաքի չեն գնում։ Եվ գիտեմ բնականաբար բազմապատիկ ավելի շատ մարդիկ, որոնք որ հանրահավաքի գնան, բայց պատարակ չեն։ Նախ տարբեր բաներ են, պատարակ, սա հանրահավաք չի։ Օրինակ իմ ընտանիքի անդամները իմ հետ գալիս են պատարակ։ Բայց ոչ միշտ է, որ իրանք գալիս են իմ հետ հանրահավաք, ենթադրենք։ Սա որտեվ եւ հակառակը, ես իմ լիքը բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք իմ հետ չեն գալիս պատարակ, բայց իրենք գալիս են օրինակ հանրահավաք։ Հիմա տարբերությունը ո՞րն է։ Այստեղ էլի խնդրեմը ես կարծում եմ եկեղեցու մեջ է, որովհետև եկեղեցին այնքան է հեռացրել իր վարքով, ես սա ցավում եկեղեցին չէ, չմեղադրենք եկեղեցուն, այնքան են մեզ հեռացրել իրենց վարքով եկեղեցուց, որ չափից ավելի շատ պետք է արհամարես այդ մարդկանց համակարգը, որ շարունակես մնալ եկեղեցու հետևորդ, որովհետև դες մի հատ եկեղեցու ժողովրդի մեջ մի հատ կա բան, բավականին մեծ անդունդ կամ սար, չգիտեմ, ոնց ուզում եք, բայց դա հարթություն չի։ Իդեմս որոշ եկեղեցականների, եւ սա պետք է հաղթահարես, որ դու այդ խոչընդոտը չտեսնես, այն դեպքում որ հակառակը կարող է։ Հիմա գիտեք, ես երբեմն լսում եմ, տեսնում եմ սոցիալական ցանցերում ու օրինակ եմ բերում առանձին եկեղեցականների։ Սա լավ բան չի։ Սա լավ բան չի, որ մենք պիտի առանձին ասենք այս քահանան, այս վարդապետն ու այս եպիսկոպոսը այնքան քիչ են, ասենք այդ ինչքան կունենանք 400-500 հոգևորական կունենանք, չէ՞, տարբեր ուրեմն աստիճանակարգ ունեցող։ Այդքան մարդկանց մեջ ասում ենք այս 5 հոգին բան են։ Այնպես են անում, որ ես գնամ եկեղեցի։ Այդ լավ բանի մասին չի խոսում։ Դուք վստահաբար մկրտված եք, ինչպես նաև պսակադրված է, երբ որ մտնում եք եկեղեցի, այդ ժամանակ այսպես հիմա նոր, երբ որ Նիկոլ Փաշինյանը հաշվարկեցես նոր։ Իմ պատմությունը, իմ անձնական պատմությունը մի փոքր ուրիշ է։ Ես պիտի անկեղծ ասեմ, իմ եւ եկեղեցու հարաբերությունները ավելի, այդպես ասած, որպես մարդու եւ եկեղեցու ավելի սերտ են դարձել վերջին 10-12 տարում եւ այդտեղ շատ մեծ նշանակություն ունի կինս, ով շատ հավատավոր է, մշտապես հնարավորինս նաեւ եկեղեցի է բարբերաբար այցելում եւ ըստ էության բավականին ոչ միայն լավ հետևում է, այլ նաեւ հավատում է։ Եվ ըստ էության այստեղ ես պիտի խոստովանեմ, որ ես ինքս ինձ այսպես ասած ավելի լավ սկսեց ճանաչել նաև եկեղեցու եւ իմ կապը այդտեղ շատ բան դարձավ, շատ ավելի սերտ դարձավ, մինչև այդ որը այդքան էլ այդպես չի եղել։ Ես իմ օրինակով ասեմ։ Սա չգիտեմ, ինքնախոստովանությունն է, սա լավ է, թե վատ է, փաստ է, այսինքն իմ եւ եկեղեցու կապը, այսպես ասած,
առիթից առիթ է եղել ուսանողական տարիներին եւ ավելի շատ ավելի սերտ է եղել երևի թե 2011 եւ դրանից հետո տարիների համար։ Իսկեն այստեղ ասել որ ես նոր ես սկսեցի, այդպես չի։ Վերջին ժամանակահատվածում արդյոք ես ամեն Կիրակի գնում էի պատարագի։ Ոչ, ավելին հիմա էլ ամեն Կիրակի չի ստացվում գնալ պատարագի։ Ես օրինակ չի ստացվել Թալին եւ Խաչիկ գնալ, բայց երբ ստացվել է կարողացել եմ գնալ։ Եվ այստեղ ինչու ես միշտ չեմ կարողացել գնալ կամ չեմ գնացել, ես կարծում եմ էլի այդ խոչընդոտներ ու այդ խնդիրները իմ եւ եկեղեցու մեջ էլի եղել են եւ նաեւ այդ հանգամանքն է կարծում շատ-շատերի համար եղել խոչընդոտ։ Բայց այստեղ մեծ ուրիշ հարց կա։ Ես երբ որ գնում եմ այդ պատարակներին մասնակցելու, երկու խնդիր եմ ես իմ համար լուծում։ Առաջին խնդիրը, բայց որը դա դասակարգման մեջ երկրորդն է։ Դա իմ անձնական, այդպես ասած, հոգևոր հանգստության, որոշակի խաղաղվելու, հետաքրքիր զգացողություն է ինքը իրականում։ Եվ երևի թե ամեն մեկից, եթե ոչ ամեն շաբաթ գոնե վատ չէր լինի, ամիսը մեկ գնայինք այդ 2 ժամը, դա հետաքրքիր մի տեսակ խաղաղվում ես, կիսվում ես, ինչ որ դիսկեր ես ստանում, ինչ որ հույսեր ես կապում եւ այլն, աստծուն ես դիմում ինչ որ բանի, հա, այսինքն էսա, բայց երկրորդ խնդիրն էլ կա, որ երկրորդ խնդիրն էլ եմ ես լուծում ամեն անգամ գնալով այնտեղ։ Դա այն է, որ ես հավատում եմ մեր հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ ես գնում եմ այնտեղ, որպեսզի այն ինչին ես հավատում եմ, այն եկեղեցուն, որտեղ ես կնքված եմ, իմ կինը կնքված է, իմ երեխաները կնքված են, այդ եկեղեցին առաջնորդեն մարդիկ, որոնք օրինակ կլինեն իմ երեխաների համար։ Եթե ինձ համար օրինակ չեն եղել, Գուցե ձեզ համար օրինակ չեն, բայց շատերի համար պարոն Պապայան օրինակ։ Կներեք, բայց այդ վարքագծով մարդիկ որոնք որ կան եկեղեցու, իրենք չեն կարող շատել։ Դուք մի վիրավորեք մեր ժողովրդին։ Դուք մի վիրավորեք։ Ես որևէ մեկին չեմ վիրավորում։ Դուք միայն դուք երբ որ հիմա ասում եք, ես հիմա օրինակներ կբերեմ, որոնցում ուղղակի դա կստացվի, որ դուք վիրավորում եք մարդկանց, որովհետև այդ մարդիկ կներեք Արշակ arczepiskopos-ը չի կարող լինել օրինակ եւ իմ համար եւ ձեր համար։ Ես այդպես եմ կարծում։ Պարոն Պապայան, եւ հետեւաբար երբ որ մենք ասում ենք որ ժողովրդի համար օրինակ է, այդ վիրավորված եք նույն ժողովրդի համար կան բազմաթիվ հոգեվորականներ, որոնք օրինակ են։ Իրեւ Արշակ Սրբազանի հետ կապված ոնց ստացվեց, որ այդպես հեշտ քննչական կոմիտեն ձայնագրությունները, տեսագրությունները հրապարակեց։ Ինչ իմանամ։ Դե քննչական կոմիտեն է։ Ես իրավասություն չունի։ Ես տեղյակ չեմ ինչա հրապարակե, ինչ չի հրապարակը։ Ես գիտեմ ինչ որ մի հոլովակների ինչ որ հրապարակման մասին, որոնք որ չեմ էլ նայել, որովհետև ինձ համար այդքան էլ հաճելի չի, հաճելի բանի մասին չէր, որովհետև այդտեղ երկու դրվագով հաճելի բան չի ու լավ բան չի։ Առաջինը այն, որ X ֆիզիկական անձի անձնական կյանքի տվյալներ են, որոնք որ արդեն իսկ հրապարակել դա խայտարակություն է ու շատ վատ բան է։ Այսինքն որևէ անձի անձնական կյանքի տվյալ ցանկացած մարդ ով ուզում է լինի հրապարակել ինքը արդեն դա դատապարտելի ու վատ բան է եւ հետեւաբար դա դες դնել նայել տարածել դրա վրա ինչ որ process-ներ անել բան ինքը արդեն խայտարակություն է դա անող մարդկանց համար եւ մենք դատապարտել ենք այդ երևույթը մենք հրապարակային դատապարտել եւ երկրորդը որը ել ավելի է այսպես ասած ցավեցնում որովհետեւ կան մարդիկ, որոնք ուղղակի մարդիկ են իրենք իրենց համար, եւ կան մարդիկ, որոնք ինստիտուտ են ներկայացնում։ Մի դեպքում պետություն են ներկայացնում, կարող են ներկայացնել մեկ այլ դեպքում մեր պետության մեջ գտնվող ատրիբուտներից կարևոր ատրիբուտներից մեկը եկեղեցին։ Եվ այս պարագայում դա երկրորդ խնդիրն էր, որ հերթական անգամ ցավոք սրտի հայ առաքելական սուրբ եկեղեցին պիտի ընդունենք, էլի վարկաբեկվեց։ Հիմա այսքանը որ երկար խոսեցին, գալիս ենք բան։ Ես ենթադրում եմ, սա իմ ենթադրությունն է։ Ես ազնվությամբ այդ եպիսկոպոսներից երկուսի մասին եմ լսել։
Նկատի ունեք ստորագրած։ Հա, որ գիտեմ, որ այդպիսի Որոնցից հոգեվորականներ մեկի կային։ դեմ խոսքը Կճյանի մասին է, հենց Նիկոլ Հա, չէ, ուրեմն Փաշինյանն էր 3-ի, քննադատում, Կճյանի մասին։ բայց հիմա հանդիպման Կճյանը են շատ դատում։ հայտնի Այո։ հոգեվորական է, շատ է իր։ Տարբեր գործեր կան։ Իր անունը շատ է հոլովել։ Սիոն arczepiskopos-ի մասին լսել եմ, չեմ հանդիպել երբևէ, լսել եմ, ընդ որում լավ տոնայնությամբ են ինձ պատմել, որ ինքը լավ եկեղեցական է, հա, եւ վերջին իրադարձությունների հետ կապված նաև լսել եմ Վայոց Ձորի թեմի առաջնորդի մասին, ում չէի ճանաչում, էլի չեմ ճանաչում, բայց նաև հայտնի դեպքերի առումով նաև մամուլում շոշափեց։ Ես էլ այդ օրը Խաչիկում երկրում չէի եւ բնականաբար առիթ էլ եւ պատիվ էլ չեմ ունեցել ծանոթանալու այդ եկեղեցականի հետ եւ մնացած մարդկանց էլի ընդհանրապես նույնիսկ չեմ լսել իրենց մասին եւ հետեւաբար ես ենթադրում եմ, սա իմ ենթադրությունն է, որ եթե անգամ մարդիկ կան, որոնք որ ինչ որ սխալներ են գործել, մեղքեր են գործել, եւ այդպեսի մարդ չկա, այս կողը ասել, որ մենք չենք գործել այդ մեղքեր, մյուսը, հա, մարդը նաեւ մենք նաեւ դրա համար ենք երբեմն մեր սխալների համար մենակ դրա համար արժի գնալ եկեղեցի թեկուզ ամիսը մեկ օրինակ քո սխալների համար մեղքերի թողություն խնդրելու եւ ենթադրում եմ այդ մարդկանց մեջ էլ տարբեր եթե անգամ կան բաներ իրենք այնուամենայնիվ հասկացել են որ այս գործընթացները անընդհատ ծածկադմփոց այն ենթադրությունն է ծածկադմփոց անելով մենք կարող է լավություն ենք անում մեկ մարդու կամ երկու մարդու օրինակ Կտրիչ Ներսիսյանի եւ Աշակ arczepiskopos-ի բայց դրանով ամենամեծ վատությունը իրենք անում են հայ առաքելական սուրբ եկեղեցու ես ենթադրում եմ որ գոնե այդ եպիսկոպոսները այդ քայլը այդպես են արել որովհետեւ ես բացառում եմ ես չունեմ այդպիսի տեղեկատվություն եւ բացառում եմ որ մենք ինչ որ պայմանավորվածություն չի, բայց փաստը նա է, որ կա այնպիսի ճնշում այսօր եկեղեցու այն եկեղեցու նկատում որպեսզի ինքը ինքնամաքրվի հանրության մեջ չկա դրա հակառակ շատ հոգեվորականներն էլ այդ իրենց ստորագրության դրած եպիսկոպոսներին քննադատում են իշխանությունների հետ գործարքի գնալու ճնշումների ես կարծում եմ որ այդ հոգեվորականներին ես հասկանում եմ եկեղեցին ինքը միահեծան, միապետական կառույց է եւ հասկանալի է որ նրանցից յուրաքանչյուրին եկեղեցու ղեկավար կազմը կարող է մի քանի րոպեում կարգալույց անել ինչպես մի քանի դեպքով արդեն տեղի է ունեցել եւ ես կարծում եմ որ այդ մարդկանց արարքը հասկանալի է մենք նրանց ներելու ենք եւ նրանք էլ ժամանակը կբացատրեն ինչու են այդպես արել եւ կշարունակեն իրենց հոգեվոր ծառայությունը ավելի մաքուր խղճով ու ավելի բարձր մակարդակով քան այսօր նրանք ստիպված են անել Կտրիչ Ներսիսյանի ղեկավարությամբ իսկ Կտրիչ Ներսիսյանը տեսեք շատ շուտով արդեն պարզ է Կտրիչ Ներսիսյանի գնաց ձեր իշխանությունների մտադրություններ ձեր շատ շուտ բայց ամեն դեպքում նա այս պահին դեռ կաթողիկոս է եւ հանրության մեծ մասի համար բայրաթորի կարող եք պահեք սա այս կտորը շատ շուտով դուք տեսնեք որ Կտրիչ Ներսիսյանը կհեռանա այդտեղից եւ մենք կունենանք հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոնները, կանոնագիրքը սրբությամբ հետևող կաթողիկոս եւ մեր եկեղեցին առաջնորդող Պարոն Պապոյան, Նիկոլ Փաշինյանն էլ էին ասում, դու պետք է հեռանաս Արցախյան պատերազմից նախ բանակցությունները եւ հեռացավ։ Նա այդ ընթացքում ես գիտեմ դուք ինչ նկատել եք, բայց նա դեռ կառավարական առանձնատաններ եւ նա էր անցկացնում ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանին պահանջում էին որ հեռանա այդ թվում պահանջում էր Կտրիչ Ներսիսյանը որ հեռանա Նիկոլ Փաշինյանը եւ Իդեպ պահանջ չէր հայրական հորդոր Նիկոլ Փաշինյանը հեռացավ բայց ընտրությունների արդյունքում ժողովուրդը պահանջեց վերադարձրեց Նիկոլ Փաշինյանին այնտեղ որտեղից Նիկոլ Փաշինյանը հեռացել էր Նիկոլ Փաշինյանը հեռացել էր
Հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, շարունակում էր կառավարել։ Այո, որովհետև որովհետև սահմանադրությամբ ասում է, որ դու իրավունք չունես, թողես ու գնաս։ Երբ որ մեր կառավարության ժամկետը լրանա ընտրություններից առաջ կամ անմիջապես հետո, ես իրավունք եւ ես դառնում եմ ավտոմատ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ինձ իրավունք ունեք դատելու, եթե ես հաջորդ օրը որպես ժամանակավոր պաշտոնակատար չգամ աշխատանքի, որովհետև ես իրավունք չունեմ չգալ աշխատանքի եւ մեր երկրի էկոնոմիկայի նախարարությունը չղեկավարեմ։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ չգնալ աշխատանքի, որովհետև դա մեր երկրի օրենքների խախտում էր եւ մեր պետության եւ մեր ժողովրդի հանդեպ դա կներեք իր պարտականությունները չկատարելը կլիներ ամենախիստ բանը կար։ Ստացվում է, որ ձևական բնույթ է բան գրել հրաժարականը։ Կարող են ընտրությունները այլ քաղաքական ոչ, այդպես չի լինում, այդպես չի կարող, կներեք, ընտրությունները չի կարող կազմակերպել ցանկացած մեկը, չի կարող Կտրիչ Ներսյան ընտրություն կազմակերպել, չի կարող ռուսաստանցի օլիգարխը գալ օրինակ Հայաստան ու որոշել, որ ընտրություն կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը շատ կասկածի տակ են դնում, Հայաստանցի օլիգարխն էլ չի կարող կազմակերպել, Պողոսն էլ չի կարող կազմակերպել, նախկին ուրեմն նախագահի պաշտոն զբաղեցնող անձիկ էլ չեն կարող։ Ընտրությունը կազմակերպում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իսկ մնացած պաշտոնյաները օրենքով պարտավոր են, դա է պետության ու պետության եւ խուժանապետության տարբերությունն է նա։ Իմիջիայլոց մեր պետությունը ու մեր պետական կառավարման համակարգը ցույց է տվել, որ ինչքան էլ ասեն, բավականին կայացած է։ Խուժանապետություն համակարգում այդպես չէր լինի, ու տենց ինչ-որ մեկը կգար ու կասեր, դու ես, դու են ես, դու վարչության պետ ես, դու նախարար ես, դու փոխնախարար ես, դու էլ գլխավոր մասնագետ։ Մեր պետությունը բավականին ողնաշար է ցույց տվել։ Վարչության պետերն այդ օրերը վարչության պետի պաշտոն են զբաղեցրել, չընտրելով մեզ։ Փոխնախարարները փոխնախարարի պաշտոն են զբաղեցրել, ընտրելով կամ չընտրելով մեզ։ Ավակ մասնագետի ինձ գործն են արել ընտրելով կամ չընտրելով մեզ։ Բայց մենք հակառակն ենք տեսել, որ ստատուսի համար, լայքելու համար շատերը հեռացվել են։ Այդպիսի բան չի եղել։ Ինչպես չի եղել։ Բաժնի պետերը բաժնի պետություն են արել ընտրելով կամ չընտրելով մեզ։ Այստեղ է պետությունը եւ Նիկոլ Փաշինյանն էլ պարտավոր էր վարչապետի ժամանակավոր պաշտոն զբաղեցներ, ինքը չէր կարող չզբաղեցնել, ինքը պարտավոր էր, ինքը իրավունք չուներ չզբաղեցնել։ Դա իր պարտավորությունն է, եւ ինքը իր պարտավորությունը իրականացրել է։ Բայց իր կազմակերպած ընտրությունները Նիկոլ Փաշինյանը ընտրություն չի կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել իշխանությունը, որը ժողովուրդը իրեն տվել է, հետ է վերադարձել ժողովրդին, ժողովուրդն էլ նորից հետ է վերադարձել Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Պապյան, քանի որ դուք նաև կուսակցել փոխնախագահն եք, քաղաքացիական պայմանագրին ասում են, որ մեկ միանձնյա կառավարվող Նիկոլ Փաշինյանի ասածները կատարող քաղաքական ուժ է։ Այնտեղ բոլորը Նիկոլ Փաշինյանի ինչպես ասում է, այդպես լինում է։ Այդպես չի։ Հիմա ես գիտեք, բարդ հարց եք տալիս այն իմաստով, որ անգամ ձեզ այսպես պիտակավորում կար կոճակ սեղմողներ։ Երբեք կոճակ սեղմողի կարգավիճակ չեմ ունեցել, հիմա էլ չունեմ եւ հիմա էլ այնքան ես նույնիսկ երբեմն ուղիղ ասեմ, ինձ թվում է երբեմն չափից ավելի շատ է վարչապետը այդպես ինձ թվում է նույնիսկ չափից ավելի շատ է որոշ հարցերի քննարկումները, այսպես ասած, որ իր մակարդակից իջեցնում ներքև։ Կատի ունեմ այնքան շատ է փորձում լսել եւ կուսակցությունում եւ պետության մեջ ամեն կարծիք ես երևի թե դա լավ է, բայց օրինակ իմ կարծիքով նույնիսկ չափից ավել շատ, որտեղ ամեն կարծիք եւ կուսակցությունում եւ կառավարությունում իրավունք կա արտահայտելու, մինչև վերջ լսվում է, քննարկվում է եւ այլ, նույնիսկ եթե 99 հոգին այսպես են կարծում, այդ թվում նաեւ վարչապետը, մեկը այսպես, այդ մի կարծիքի համար նիստ կարվի, քննվի, կբանավիճենք եւ այլն, եւ նոր
ասենք քվեարկության որոշում կա։ Ինչպես 26 թվականի ընտրությունները ձեր թիմակիցներից մի քանիսը ամեն դեպքում, որ քերմական դեմքին համարվե, անգամ այդ հայտ չներկայացնել, որպեսզի առաջադրվեն։ Ես տեղյակ չեմ դրա մասին, մենք դեռ մինչև 30-ը Կիրակին է ներառյալ ունենք դեռ կառաջադրվեն, բոլոր գործընկերներ կան, ես անձնապես ես չգիտեմ, ինձ դրա մասին չեն ասել, որ իրանք չեն ուզում խորհրդարան ունեն, բայց մամուլից լսել եմ, նորմալ է կարծում եմ, որովհետև կան գործընկերներ, որոնք թերևս իրենց խորհրդարանում չեն պատկերացնում են այլ ոլորտում, մասնավոր ոլորտ, գիտություն, կարող է որոշեն զբաղվեն այլ աշխատանքով, ինչը պատգամավորական աշխատանքի հետ անհամատեղելի է, կարող է որոշել իրենց կյանքում որոշակի փոփոխություն կամ կարող է մտածում են, որ գործադիր իշխանության համար իրենք ավելի հարմար տեխնացուներ են մեր կուսակցության հաղթանակի պարագայում, ինչին ես համոզվածություն ունեմ, դա իմ անձնական կարծիքն է իհարկե ժողովուրդն է որոշելու եւ այդ առումով չեմ կարող պնդել, բայց գիտեմ, որ մեծամասնությունը, այդ թվում ես, ունենք հավակնություն լինել քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում եւ դեռ պետք է գնանք մեր պատվիրակներին համոզենք, որ պետք է լինենք եւ իրենք էլ որոշենք լինենք թե չէ եւ եթե լինենք որտեղում կլինենք։ Պարոն Պապայան եւ վերջում արդեն մեծ աղմուկ բարձրացած հացատիկների հետ կապված։ Մենք երկար տարիներ գիտենք, որ Հայաստանի այդ աղբյուր հացատիկը եղել է Արցախը, բայց հիմա այս իրավիճակում այնպես տեսավ, այդ աղբյուրը այլևս չկա, հիմա ինչու էր հենց անհրաժեշտ, դա որպես այսպես ասած, ինչ է ներկայացվում, որ Ադրբեջանով է հենց ներմուծվում, ինչպես բարձ դարձավ, որ 4-րդ կարգի դա ծորեն է, որը դուք ասել եք, որ պատրաստ եք հենց փորձարկել, ի վերջո ինչ եղավ այս առաջարկը ուզում եք թե որ Հայաստանը մշտապես ծորեն ներգրել է, Արցախն է հիմնական աղբյուրը եղել։ Հիմնական աղբյուրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը միշտ ու ավանդաբար։ Սա մեկ։ Արցախը նոր Ռուսաստանը, պարոն Պապայան, մշտապես հացատիկ ստացել է Արցախից։ Երկրորդը նախ 4-րդ կարգի ծորեն չի, փորձակնությունից հետվել, որ ղազախական ծորենը 3-րդ կարգի է, ռուսական ծորենը 2-րդ։ Այդ ո՞ր փորձակնությունից։ Սատմի պետական փորձակնություն։ Ընդհակառակը փորձագետները ասում են, որ դա կենթանիների կերի համար օգտագործվող այդ կարգի փորձակնությունը ցույց է տալիս, որ դա 2-րդ եւ 3-րդ կարգի ծորեն է։ Ավելին ասեմ, մի քիչ առաջ գնանք։ Այդ 2-րդ, 3-րդ, 4-րդ կարգերը դրանք խորհրդային գոստեր են, որոնք հիմա էլ չկան։ Բայց նույնիսկ խորհրդային գոստերով իրենք երկրորդ են։ Փորձել եմ ես այդ ծորենը, այո, իմիջիատորեն դուք եք փորձել։ Մեր սիրելի քաղաքացիներն էլ են փորձել։ Այդ ծորենը եւ երկրորդ կարգի ռուսական եւ երրորդ կարգի ղազախական ծորենը վաղուց դարձել է հաց, մենք այդ հացը կերել ենք, իմիջիալոց 1000 տոննա ծորենը մենք ուտում ենք երևի մի 12-13 ժամ։ Որպեսզի պատկերացնեք դա ինչ է։ Մեկ օրվա էլ չի դա 15-16 ժամում, լավ պայմանական այսպես ասեմ, կերել ենք այդ ծորենը, ոչ մի բան չի եղել ոչ մեկիս հետ, դա այն նույն ծորենն է, ինչ միշտ Հայաստան եկել է ու դեռ կգա, եւ իսկ թե ինչու էին որոշ լրագրողներ, որոշ ազգային ժողովի լրագրողները ասել են հիմնվելով փորձագետների հետաքննությունների վրա, պատգամավորներ, որոշ ընդդիմադիր բլոգերներ իրենց ամեն օրվա կերած հացը անվանում անասնակեր, ես իհարկե դատապարտում եմ այդ երևույթը, բայց եւ ասում եմ, որ դա անասնակեր չի, բայց ես չգիտեմ իհարկե ինչու են դա անվանում, բայց երևի մի բան գիտեին։ Հիմա այսինքն դուք փորձարկել եք դա։ Դուք եք փորձարկել, ես էլ եմ փորձարկել, այդ մեր բոլորիս ամեն օրվա կերած մատնաքաշն է, բոլորիս ամեն օրվա կերած լավաշն է, բոլորիս ամեն օրվա կերած բուխանկան է, բոլորիս ամեն օրվա կերած պուրին է եւ մյուս տեսակի հացերը։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։